Այդքանը կարողացել ենք իմանանք։ Դա պատեհապաշտությունը հասկանում ես, որ դուք նստած լինելով մարդկանց մեջ, ովքեր որ միլիոնատերների եւ միլիարդատերերի համբավ ունեն, այս մարդկանց մեղադրում եք տենց բաների մեջ։ Ասենք Վիգենի անունն եք տալիս, ասենք դուք գիտեք, որ բան խոսելիս падգամավոր քաղաքական գործիչը պետքա ճշտի։ Իմ ընկեր Վիգենի անունն եք տալիս։ Ձեր նշած բնակարանը նույնիսկ չի գրանցվել, եւ այդ ձեր նշած դրվագի մեջ ամենամեծ խնդրեմը այն չի, որ ինչ-որ մի բիզնեսմեն գնել է ինչ-որ մի բնակարան։ Ամենամեծ խնդրեմն է, որ դուք փաստացի հայտարարում եք, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ունեցել է շատ մեծ եւ թանկարժեք բնակարան Հյուսիսային պողոտայում։ Դուք խոսում եք Հովիկ Աբրահամյանի մասին, Հովիկ Աբրահամյանի անունն եք տալիս։ Հենա գնացեք հարցրեք, հեսա Հովիկ Աբրահամյանի ընկերները ստեղ նստած են։ Թագու կողքը նստած, որը 3 բնակարան ունի, հպարտանալով ասում է 4-ն եմ առնելու, գալիս եք ստեղ ուրիշների բնակարանից եք խոսում։ Բա խոսա հարցրեք իրանից։ Լավ է անում, գնում է, ինքը բիզնեսմեն է, գնում է, հարց չկա։ Բայց Հովիկ Աբրահամ ՀՀԿ տասովշիկների մասին, ժողովուրդ, ՀՀԿ տասովշիկները ովքեր են, Աննա Մկրտչյան, հարգելի գործընկ, Տիգրան Աբրահամյան, ովքեր են, բացատրեք, պարոն Տարոն Մարգարյան, դուք գիտեք ով է ՀՀԿ տասովշիկը, լսել եք տենց բան։ Կամ Հովիկ Աբրահամյանի հարստության մասին։ Մի հատ Աննա Գրիգորյանը բան է ասելու ձեզ, ինչի՞ չեք շփվում, գալուց իրար պաչիկներով բարևում եք, բա մի հատ պատասխանեք այս մարդուն։ Կամ դուք Հովիկ Աբրահամյանի տունը ու իմ տունը տեսել եք, եկեք գնանք մեր տուն եւ գնանք Հովիկ Աբրահամյանի որևիցե տներից մեկը։ Այդ ինչ պատեհապաշտություն է ուզում հասկանամ, էլի։ Քոչարյանի բնակարաններից, այդ Քոչարյանն ուզում հասկանամ, ինչով է եկել Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն։ Ախր հասկանում եք, խնդիրը դա է, կարող է ճիշտ բան ասեք, կարող է սխալ բան ասեք, բայց չի լսվում։ Ձեր խնդրեմը կանում է նաև նրանում, որ դուք ընկել եք մի ցիկլի մեջ, չեք նկատում այդ ցիկլը, դուք անընդհատ արդարանում եք։ Հիմա էլ դուք ես արդարանալու բան չունեմ, ես արդարանում, դուք եք ստատուս գրում, որ Սամվել Կարապետյանի հետ այս անգամ չեք միանալ։